Ուկրաինայում շատ հետաքրքիր զարգացումներ են, ժողովուրդը դուրս է եկել փողոց, պատերազմական Ուկրաինայում, պատերազմական Կիևում եւ ոչ միայն Կիևում, ամբողջ Ուկրաինայով, տարբեր քաղաքներում ժողովուրդը դուրս է եկել փողոց։ Սա առաջի դեպքը չի, որ Ուկրաինան իր ժողովրդավարական ավանդույթները պահում է, մեծ հաշվով ցանկացած դրվագ կարա հիմք հանդիսանա դրան, սա երրորդն է մեծ, ասենց որ տարածվում է, որ ԶԼՄ-ները տեսնում, ընթացքում էլի ա եղել, որ ես ասենք փոլ ֆիքսել եմ բաներով, իրանց ԶԼՄ-ներով, բայց այդքան խոշոր չէ, այդքան նշանակալի չէ։ Հիմա ամբողջ հարցը Ֆեոդորովի մասին է, այսինքն նոր կառավարությունն է նշանակվել, պաշտպանության նախարարը, որը հանդիսանում էր այս վերջի 6 ամիսների ուկրաինական հակահարվածի ճարտարապետը։ Ինքը իրոք Ուկրաինայում համարվում է ճարտարապետը, գլխավոր շարժիչ ուժը, որովհետև ինքը իրականացրել է 3 շատ կարևոր բան, մեկ ինքը փոխել է գնումների համակարգը, թվայնացրել է եւ կրճատել է ժամանակահատվածը։ 2 ինքը իրականացրել է հակակոռուպցիոն շատ մեծ ծավալի գործողություններ եւ խոսք գնում է առնվազն 6 միլիարդ եվրո խնայողության եւ բանի մասին, ընդ որում մոտարապես 15-ից 17%-ով կրճատել է 155 մմ-անոց արկերի գնման բանը գինը արժեքա եւ բացի դրանից իրականացրել է պոլիգրաֆի վրա, այսինքն այդ ստի դետեկտորի վրա ստուգում բազմաթիվ պաշտոնյաների, պատասխանատուների եւ հրամանատարների, որի արդյունքում շատ մեծ քանակով մարդ զրկվել է պաշտոններից, ուսադիրներից եւ ուղարկվել է բան եւ ստացել է այդ ամեն ինչ որ պետք է ստանալ եւ ինքը իրականում է դրոների բաններ։ Ի սկզբանե ինքը պաշտպանության նախարարը եկել մինչեւ այդ ինքը բարձր տեխնոլոգիաների պատասխանային, որ մեզ մոտ ոչ բարով մխոն է, ասենք մարդեր, ով զանգով Ռուսաստանի համար Starlink էր փակում եւ աշխատում էր խոշոր big tech-ի հետ, այսպես ասած, խոշոր ընկերությունների եւ բերում էր իրենց աջակցությունը Ուկրաինային, քան որ բավականին մեծ ազդեցություն եւ մեծ հեղինակություն ուներ ոլորտում։ Ֆեոդորովի հանելը դարձել է պատճառ, այսինքն Ֆեոդորովին նորին չնշանակել է։ Եվ սրա պատճառը, որ Ֆեոդորովին չի նշանակել Զելենսկին, դա Ֆեոդորովի, այսինքն նորի եւ Սիրսկու, որը գլխավոր հրամանատարն է, այդպես Սիրսկու եւ շտաբի պետի համապատասխանաբար գլխավոր շտաբի պետի կոնֆլիկտն է։ Կոնֆլիկտը շատ տրամաբանական է։ Այս կոնֆլիկտը ցավոք Ուկրաինայում էլ լուծվեց այնց ոնց որ Հայաստանում։ Կա նոր մոտեցում, որը բերում է արդյունք, որտեղ հենց հիմա մենք տեսնում ենք վերջի 6 ամսվա մեջ Ռուսաստանը լացացրել էր Ուկրաինան, բառեզբուն իմաստով, խորքային լոգիստիկան ոչնչացված էր, առաջնային դիրքերում զինվոր բան տենց չէր վազվզում, որտեղ դրոներով խեղդում էին, դրոների քանակը արտադրության, ասենք, նախորդ տարի եթե խոսք գնում էր 1 միլիոնի մասին, այս տարի արդեն 2.5 միլիոն հատ դրոներ, այսինքն ամբողջությամբ այդ ամբողջ համակարգը դրոների հետ դելտան հասցված էր այն մակարդակի, որ մի դրոնը թռնում էր, նկարում էր, ամբողջ կենտրոնացված դա տեսնում էին, այլ դրոնավարները դա տեսնում էին եւ կարողանում էին միջամտել իրանց խնդիրը լուծեին, այսինքն ցանց էր սարքած մեր։ Համակարգված։ Հա, ամբողջությամբ այդ համակարգված ցանցը, բանը սա այդ համալիրը աշխատում էր։ Սրա հեղինակը Ֆեոդորովն է։ Եվ կա գեներալից այդ լամպասներով, աստծուց ուսուլով ապրող Զավիսլուգուլետ աստղ ստացած, Սիրսկին այդպեսին չի, բայց իր շուրջը տենց գեներալներ կան, որոնք որ գեներալներ են, էլի տենց որտեղ մեր մոտ եկան տենց վագոնով, որ տենց թակուն ապրել են, բան են արել, տենց 3 տարին մեկ աստղեր են ստացել, ոչ բան չեն արել, մի հատ օպերացիայի սենյակում նստած են եղել, մի հատ մեդալ են ստացել։ Պրոբլեմը հետևյալն է, այս հին մոդելի գեներալները պատերազմը տեսնում են իրանց տեսանկյունից։ Հա, Սիրսկին կոնկրետ պատասխանատու է եւ մասնակցել է եւ հրամանատար է եղել Խարկովի օպերացիան, այսինքն այդ Իզյում-Կուպյանսկի օպերացիան Կիևի տակից է արել բաներին, Խերսոնում է մասնակցել, այսինքն ինքը բոլոր տեղեր մասնակցել է, նշ չի որ չի մասնակցել, բայց
կրիտիկական փոփոխություն ճակատում այդ օպերացիաները չեն բերել։ Իրանք բերել են ինչ-որ ժամանակի մեջ, տարածքի մեջ հաղթանակների Բայց այ խնդրի առարկան դա չի, չէ՞։ Չէ, խնդրի առարկան են, որ հիմա Ռուսաստանը ոնց որ կոտրում, իմ գնահատական, հա։ Ռուսաստանին ոնց որ կանգնեցրել են մեջքը կոտրելու ժամանակն, հա։ Ու ներսում թուլանում են հիմա։ Չէ, եւ այն ինչ որ ռուսերենով ասում է Наказание невиновных и награждение непричастных։ Ապագա մեդալների եւ կոչումների կռիվնագնում։ Ով է գլխավոր հերոսը այս պատերազմի, որովհետեւ հոտը առել է այդ 5 գեներալից հետո։ Իրանցից էլ ոչ մեկ սպրոս չի անում։ Իրանք հաղթում են, 6 ամիսա հաղթում են։ Իրանք գիտեն թե իրանք են հաղթում։ Դրա համար էս նորը որ եկել է, այս վիսկշկեն гражданский пиджачոկը։ Էսով է որ։ Լավ, բայց Զելենսկին ինչու է Իսկ Զելենսկին ունի խնդիր, ինքը կամ պետք է ամբողջ գեներալիտետին տակն ու վրա անի, ընկնի Քալպատինով մաքրի, կեսին նստածնի, շուռ տա, կոչումներից զրկի, բրիգադների հրամանատարներին տեղերով փոխի բանանի, ընկնի պատերազմի մեջ, ընկնի սպայական անձնակազմ, ավակ ընդ որում կամ բարձրագույն սպայական անձնակազմ, թափ տա, ինչին ապ չի կարա, չի տեղավորվում, չի կարա։ Ստեղ հենց էտա որ սիներգիան Ֆյոդորովի ու S5 գեներալիտետի լավն էր, այնտեղ պետք է ուղղակի Զելենսկին ձեռքբեր սեղանին ասեր չէ, բայց ըստ հասած տեղեկությունների Սիրսկին է ասել որ я ես я ինքը։ Ну չնայած էս էլ մի բարի պտուղ չի։ Ստեղ այս ամբողջ պատմության մեջ, տեսեք, այտենց հեշտ չի։ Լավ։ Այնտեղ կա եւս մի շատ լուրջ անունով գեներալ Դրապատի, ով որ ասել է, որ Ֆյոդորովը պետք է մնա։ Ու սա առաջացրել է լուրջ խնդրեմ արդեն գեներալիտետի ներսում, որտեղ էս հերինակությունները Սիրսկին ու Դրապատին նենց չի որ շատ են իրարից տարբերվում։ Իսկ ժողովուրդը ընդհանրապես մինչև հիմա Զալուժնիին ասում բատկա։ Այն ում որ հանեցին ուղարկեցին Լոնդոն դեսպան։ Ու սա դառնում է, որ ոնց որ թե երկրորդ անգամ բանակի հրամանատարությունը փոխվում է անհասկանալի պատճառներով, դե ժողովուրդը չի ուզում, որովհետև Ֆյոդորովը ինչ էր ապրում, Ֆյոդորովը ասում էր դրոնները պետք է կռվեն, մարդիկ պետք է չկռվեն, մարդիկ պետք է չմեռնեն, եթե պետք է 10 դրոնի փոխարեն 1000-ը կարտադրեմ, այդ մի ռուս զինվորի վրա, մի հոգու զոհ չեմ տա, Սիրսկինը տենց չի, Սիրսկին մի քիչ սովետական մենտալիտետ, սովետական գեներալ, ռուսական բանակի նույն պրինցիպով է, ինքը մեկ է այդ շտուրմավոյ գրուպեքով է ուզում այդ տանկերով, մանկերով։ Մի բան հարցնեմ, այս ամբողջը ինչ տեղի ունենում, հա, ժողովուրդը Ֆյոդորովին է աջակցում եւ ասում է նա հաջող ղեկավար է եղել եւ նա պետք է մնա։ Այս ամբողջ պատմության մեջ հետաքրքիր է Ռուսաստանի ուժեղացումը եւ թուլացումը այս իրավիճակում, Ուկրաինայի ուժեղացումը եւ թուլացումը սրանից հետո։ Ուկրաինան թուլանում է, եթե Ֆյոդորովը Եթե Ուկրաինան թուլանում է, նշանակում է Ռուսաստանը ուժեղանում է, դա է ֆակտ, չէ։ Դե հիմա Մի ֆակտ։ Ուկրաինան թուլանում է, տեսեք, դա ընդհանրապես նշանակում է, որ եթե Ֆյոդորովը մնում էր Ռուսաստանի հախից գալիս էին պայմանականորեն X ժամանակահատվածում Y զոհերի քանակով։ Հիմա ասենք X ժամանակահատվածը կրկնապատկվի, զոհերի քանակը կրկնապատկվի։ Դրանից Ռուսաստանը չի ուժեղանում ու չի թուլանում։ Վերադասավորվում է։ Ռուսաստանը վերադասավորի, վերադասավորվի, նենց չի, որ ասենք նավթամշակող գործարանների հարվածները դադարելու են կամ Ղրիմի շուրջ այդ բանը շրջափակումը, որ հիմա դրաներով իրականացվել է, պակասել է։ Ինչ է անում Թրամփը այս պատմության մեջ։ Ինչ դեր ունի, չունի, դիտողի։ Թրամփը вообще դեր չունի։ Թրամփը ատում է Զելենսկուն, ակնհայտորեն։ Թրամփը ատում է Ուկրաինան, Թրամփը ատում է Հայաստանը, Թրամփը ատում է ամեն ինչ, բացի թվարկելով գնաց։ Իհարկե, ինքը ցանկացած, որտեղ ցանկացած երկիր, որը ինքը չի համարում բավականին ուժեղ, որը կարա, ասենք, չգիտեմ, մեծ բանակ հավաքի մարդ կոտորի բանան, ինքը ատում է, զզվում է։ Ինքը համարում է, որ փոքր երկրներ պետք է չլինեն։ Պետք է լինի ինքը Պուտինը, մեկ է Սի Ցզինպինը։ Ու կարա լինի ուրիշ երկիր, ով որ տենց բավականին թափով է, որպեսզի մարդ կոտորի ու հանգիստ նստի տենց։ Կամ փող ունի, օրինակ Փող չէ, Ադրբեջանը փող ունենալով չի իր աչքը մտե։
Ադրբեջանը թքած ունենալով եվրոպական կանոնակարգի վրա, երեխա մորթելով, տնից հանելով, եկեղեցիներ, շենքեր տրանկացնելով, ուժ ցուցադրելով, չի սրիկայություն։ Այսինքն դուք համարում եք, որ Թրամփի համ աչքերին դե հա պիտի սրիկալ լինես, դու Պուտինն է, Վանն է, Նետանյախուն է։ Իսկ սա ինչ պատմություն է, որ փորձում են հասկանան, թե ինչ կոռուպցիոն սխեմա է աշխատել դեմոկրատների, միացյալ դեմոկրատների Ուկրաինայում։ Եթե հիշում եք Թրամփի առաջի կադենցիայի ժամանակ, ինքը Զելենսկու դեմ պահանջ էր դրել, որ Զելենսկին պետք է Հանտեր Բայդենի դեմ ուկրաինական բան ստեղծեր, ինչ-որ տեղեկատվական արշավ ստեղծեր, որ ինքը կարողանար դատեր Հանտեր Բայդենի, այսինքն տենց շուր նյուանսներ կային։ Այն ժամանակ Զելենսկու գործունեության շնորհիվ Թրամփը գնաց իմպիչմենտի։ Թրամփին իմպիչմենտ հայտարարեցին, իրականում չարեցին, որովհետև հայտարարեցին հասան, պայմանավորվեցին, դե մեկը Սա դեմոկրատների դեմ է ուղղված, թե Զելենսկու, թե Ուկրաինայի։ Բոլորի միասին։ Համ Զելենսկու, համ դեմոկրատների, ինքը առիթ չի բաց տողում Զելենսկուն։ Ինքը չի սիրում Զելենսկուն։ Ինքը միևնույնն է համարում, որ Զելենսկին կարճ չունի։ Ինքը համարում ամեն անգամ, երբ ինքը հանդիպում է Զելենսկու հետ եւ կոպիտ ասած չի կարողանում դուրս գա Ասիայի լակոտ Զելենսկու հասցեին, ինքը համարում է իրան նվաստացրած, որտեղ ինքը չի համարում, որ Զելենսկին իրան հավասար է։ Իրան հավասար մենակ բունկերային առնետն է, Պուտինը, կամ Սի Ցզինպինը, կամ գոնե ինչ-որ մեկը, ով միջուկային զենք ունի։ Իրան ինքը չի համարում ուրիշ մեկին հավասար։ Հյուսիսային Կորեան։ Հյուսիսային Կորեան, հա, զենք ունի, դրա համար ինքը կարող գնա Հյուսիսային Կորեա թրջկոտի ընդեղ, եթե հիշում եք այդ 38-րդ բանը անցնելուց թրջկոտում էր։ Բա Թուրքիայի հետ էս ինչ է։ Թուրքիան ոչ մի բան։ Բանում Անկարայում այդ ոչ մի բան։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Ոչ մի բան, ընդհանրապես։ Ընդհանրապես ոչ մի բան չկա այդտեղ։ Թուրքիան բավականին լուրջ մտավախություններ ուներ, որ իր դեմը դնելու են Հյուսիսային Կիպրոսի հարցը, մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, դա խոսացվում էր Թուրքիայում։ Հյուսիսային Կիպրոսի հարց էր քննարկվում։ Դրա համար իրանք տենց նախապես ամեն հնարավոր առիթ բաց չէին թողում, փշի անեին մեկը Թրամփին, որ ոչ մեկ զալա չանի իրանց խոսա Հյուսիսային Կիպրոսի դուրս գալու մասին։ Քիչը հիշի։ Հա, տենց որ ասենք ինչ-որ բաներ լինի։ Դրա համար ինչ-որ բան, տենց պրոակտիվ քայլեր տիպը դե մենք այս 400-ը կուղարկենք Ֆիջի, չէ, Վանուատու, չէ, ուր էին ուզում ուղարկեն, ոչ ինչ-որ միտը։ Հարավային Կորեան կուրսի չի։ Հենց այնպես խոսում էին։ Ռուսաստանը շատ խիստ անհանգստացավ։ Սանյա Սոկոլով, Получил по морде Саня Соколовին ինչ են անելու։ Այդ դուք Վիսոցկու երկն։ Հա, Վիսոցկի երկն է, այո, в Ленинграде городе у 5 углов։ Նիկոլը պետքա չգիտեմ որտեղից, ուզում է աղբյուրից, ուզում է յայլայից, ուզում է նախիրի մեջից, լայվ դուրս գա, ինքը սիրում է լայվ դուրս գալ։ Կներեմ, տակի բից կարա սպարտիվկով է, ադիբաս սպարտիվկով դուրս գա, բայց բացատրեց հասկանանք ես չէ։ Ումից ենք հարցնում, ով այս ամեն ինչի տերը։ Այդ ժամանակ նոր կհասկանանք, մեծ հաշվով, ես մոռացա ասեմ, թողեցինք սենց կիսատ։ Ինչն է կարևոր այս պատմության մեջ։ Ով է հրապարակել Նյութը։ Նյութը հրապարակել է Guardian-ը։ Մեծ Բրիտանիայի ամենա թափով հայտնի թերթերից մեկը։ Սա նշանակում է, որ պրոյեկտի ոչնչացմանը կպել է Եվրոպան, մասնավորապես Մեծ Բրիտանիան։ Եվ ես հիմա շատ լավ հասկանում եմ, որ այս մոդելի մեջ կարելի է նկարագրել, թե որտեղից է հայերի չակերտավոր ատելությունը անգլիացիների նկատմամբ, այն որ պապական տվից եկել։ Հասկանում եք, չէ՞ որ դաշնակները մոտավորապես սենց էին ծախել երկիրը բոլշևիկներին, որ բրիտանացիք ասում էին, էսի չեք անում արա։ Մենք մինչև Օլթիսախ գրավեց ձեզ ենք տվել, ինչ բոլշևիկ։ Բայց այդ դաշնակներն ու բոլշևիկները կպան իրար ծախին, Սյունիքը տվեցին ադրբեջանցիքին, նժդենչել ներկտային կգնար, որտեվ իրանց մեկ էր, իրանք սոցիալիզմ էին կառուցում։ Գաղափարական մարդիկ էին։ Արարատը ջնջենք, Արագածը դնենք, բան շատ նման է։
հիմարության մակարդակով շատ նման է այն ժամանակվա բոլշևիկ հայերի։ Այն ինչ որ անում է հիմա մեր անձնավորությունը շլյապով։ Եվ Գարդյանը։ Եվ Գարդյանը հիմա որ այն ժամանակ որ բրիտանացիք բան էին, հա, չէին թողում։ Դե հիմա որպես մուր, հետո դարել էր որ մենք բոլոր նույնիսկ ես էլ դպրոցում սովորելով ինձ անկապ տեղ ասում էին անգլիացիք մեր ամենամեծ թշնամին են, ի՞նչ կա սա անգլիացիք են արել, որ հարցմեիխի ոչ մեկ չէր կարող ասել, ասում էին որովհետև որ բռնում էիր խրիկներից բռնում էիր ասում էիր որովհետև ինչ արա ուր դες տեսես դե անգլիացին ինչ վատություն է քեզ այսինքն դուք համարում եք սա արտահոսքի նման սա արտահոսք չի սա զրնգոց է մի հատ մեծ sense բերել են ողանջը, այն որ ասում եմ զանգ կախեմ, թե ճառ ասեմ։ Համ զանգն են կախե, համ ճառ են ասե, ու sense ես Նիկոլեն դե վազվզում է սարերով իր արևին։ Բերել են sense զրնգցնում են, որ ընկեր բրծավ։ Հետ հաշվարկը գնաց։ Տրիպով, մրիպով, նոյեմբերի 9-ով այս sense հիմա փաթեթավորելու ենք, պահենք, մյուս անգամ եթե ուզենաս տենաս այդ կոթղթերը, գնաս պրակտոլոգիտ մոտ։ Ոնց որ չվախեք, լավ առնելու։ Շնորհակալ ենք, էլ սրանից հետո էլ ինչ չվախենք։ Մենք ասենք դուք էլ եք ուզում տրիպով զբաղվեք, չեմ ուզում ես։ Փակեք դու դա։